Շնորհակալ եմ ազգային ժողովի հարգարժան նախագահի տեղակալ, շնորհավորում եմ եւ հաջողություն եմ մաղթում ձեզ, նաեւ հաջողություն եմ մաղթում Վահագն Ալեքսանյանին գալիք ընտրությունների ժամանակ, իհարկե վստահ եմ, որ եւս մեծ պատասխանատվությամբ մոտենալու եք ձեր աշխատանքներին եւ ընտրվելու եք իհարկե, որտեղ մենք միաձայն ձեզ ենք ընտրելու, պարոն Վահագն Ալեքսանյան։ Էլի քննարկում ենք իհարկե ազգային ժողովի նախագահի տեղակալի տեխնացության հարցը, ընտրության հարցը, բայց հնարավոր չի չանդրադառնալ նախորդի հնչած ելույթներին եւ այստեղ ուզում եմ մի քանիսին անդրադառնալ պարոն Լևոն Քոչարյանից սկսած։ Նաեւ հասկանում եմ, որ ընդհանրապես խոսել մարտի 1-ի թեմայից արդեն 2026 թվականին Միեդի դատավճռից հետո, երբ Հայաստանում դեռ գործը շարունակում է քննվել, ընդհանրապես մեր հանրության շատ շերտեր կասեն, որ մարդիկ արդեն իսկապես հոգնել են այս թեմաների մասին խոսելուց կամ լսելուց, բայց պարոն Լևոն Քոչարյան, հնարավոր չի չարձագանքել, երբ որ դուք մարդկայնորեն ձեզ հասկանալով, ամբողջությամբ մարդկայնորեն հասկանալով, թե ինչքան բարդ է իրականությունը գիտակցել, պատասխանատվությունը սեփական հոր իշխանության տարիների մեղավորությունը գիտակցել այս մասշտաբային ողբերգության մեջ եւ չփորձել հակադարձել, մարդկայնորեն հասկանում եմ, բայց դուք քաղաքական գործիչ եք եւ մի բան էլ փորձում եք արդարացնել։ Երեք խոսում էիք Միեդի վճռի մասին։ Ինչ եք ասում։ Ասում եք, տեսեք, բացառիկ իրավիճակ է ստեղծվել, երբ Միեդում կառավարությունը քանի որ փոխվել է, դիմող կողմը եւ պատասխանող կողմը նույն կողմից են։ Հետեւաբար, ինչ խնդիր կա, բարձր որ Միեդը այդ որոշումը պետք է կայացներ։ Մի հատ էլ ասում եք, ձեզ չեն լսել։ Չէ, պարոն Քոչարյան, դա այդպես չի բազմաթիվ պատճառներով։ Նախ եւ առաջ, սկսենք նրանից, որ սա բացառիկ իրավիճակ չի։ Ժողովրդավարական երկրներում տեղի են ունենում իշխանապողություններ, ընտրությունների միջոցով եւ անընդհատ տարբեր կառավարությունների ներկայացուցիչներ են լինում։ Ես երեք կարդում էի Միեդի տարբեր վճիռների մասին ու հենց այս մասով ասում եմ, որ սա հայերեն կլինի երևի պարբերաբար կամ չի, ինչպես ասենք, routinely կատարվող գործընթաց է, երբ որ ներկայացուցիչը փոխվում է։ Սրանով չի պայմանավորված վճիռը։ Դատավորները Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր պետություններից են, կա նաև մեծ պալատը, Grand Chamber, եւ իրենք են որոշումը կայացնում։ Ընդ որում հաշվի է առնվում ոչ միայն իհարկե կառավարության ներկայացուցիչ փաստարկները դիմող կողմի, այլև այստեղ պարոն Անդրանիկ Քոչարյանը ներկայացրեց փաստահավաք հանձնաժողով ա եղել, որը ամբողջը ներկայացրել է Հայաստանի բոլոր շերտերը ներկայացրել են։ Եվ վերջում նաև այն փաստը, որ դուք նշեցիք, որ դուք փորձել եք որպես երկկողմ ներգրավել եւ դատարանը ուշադրություն, ոչ թե իհարկե Հայաստանի ներկայացուցիչը, այլ դատարանը Միեդը մերժել է ձեզ, սա եւս առավել քան խոսուն է։ Հիմա ինչ վերաբերում է էլի Միեդի վճռի հետ կապված, դուք ինչ որ բաների հակադարձում էիք, հա, որ երբ ասացիք, որ մի գործընկերներ ասեցին, որ Միեդի վճռով պետությունն է պատասխանատու մարդկանց կյանքից զրկելու հարցում։ Պարոն Լևոն Քոչարյան, չկա այստեղ վիճելու հարց։ Միեդը սևով սպիտակի վրա արձանագրում է, որ կիրառվել են մահացու զենքեր, որոնք դատարանը գտել է, որ կիրառելու անհրաժեշտությունը, հիմա անգլերենից բառացի եմ թարգմանում, բացարձակապես բացակայել է, պարզ ասած Միեդը գտել է, որ չպետք է կիրառվեին մահացու զենքեր, դրանք եղել են հակաօրինական, հակասահմանադրական, իրավաչափի մասին էլ չենք խոսում, ինչքան ոչ իրավաչափ, եւ դրանք զրկել են մարդկանց կյանքից, 10 քաղաքացու կյանքից 9-ի դեպքում, որովհետև մեկը մահացել է հետո հիվանդանոցում, 7-ի դեպքում սա հաստատվել է, կիրառվել է մահացու զենք ոստիկանական ուժերի կողմից։ Ես էլ չեմ խոսում բանակի ներգրավման մասին գործընթացներում, որը բացարձակապես հակասահմանադրական է։ Հետո այստեղ դուք խոսում եք, ձայնագրությունն եք բերում վարչապետի, որտեղ բառացիորեն վարչապետը ասում է ինքնապաշտպանվել բառը, ինքնապաշտպանվել, պարոն Լևոն Քոչարյան, ինչից հետո գործընկերներս արդեն ասեցին, մարտի 1-ի առավոտյան խայտարակ ջարդից հետո, ընդհանրապես որևէ կերպ չպրովոկացված, բայց սրա մասին էլի է պետք խոսել։ Էլի հասկանում եմ, սիրելի գործընկերներ, որ մեզնից շատերը ու մեր հասարակությունից շատերը էլի հոգնել են այս թեմայով լսել, բայց տեղեկություններ նորից լսել, որտեղ սա շատ են լսել, բայց մեր երիտասարդները տեղյակ չեն, հիմա մենք 26 թվին ենք, 26 թիվն է, 2008 թվին, այս տարի առաջի անգամ 2008 թվականի մարտի 1-ից հետո ծնվածները մասնակցել են ընտրության, մեր երիտասարդները իսկապես տեղեկություններ ստանում են հիմա, իրենք անձամբ մասնակից չեն եղել ականատես,
Ինչա նախորդել մարտի 1-ին, պարոն Լևոն Քոչարյան, ինչ ա եղել։ Փետրվարի 19-ին 2018 թվականի եղել են ընտրություններ, որից հետո եղել են խայտարակ, կեղծված ընտրություններ։ Սա միայն մենք չենք փաստել, միայն մեր ժողովուրդը չի փաստել, տասնյակ հազարավոր ցույցերով մարդիկ, խաղաղ ցույցերի դուրս եկած մարդիկ, միջազգային հանրությունը բազմաթիվ տասնյակ զեկույցներում հարյուրավոր սա փաստել է։ Խայտարակ ընտրություններից հետո մարդիկ դուրս են գալիս փողոց եւ 10 օր շարունակ անում են խաղաղագույնս ցույցեր։ Ինչ էր լինում։ Մենք հավաքվում ենք Ազատության հրապարակում, մենք անում ենք երթեր Երևանի փողոցներում, ու կհիշեք այն ժամանակ շատ ընդունված էր այս արտահայտությունը, ասում ենք այնքան խաղաղ են ցույցերը, որ ծառի մի ճյուղ անգամ չի կոտրվել։ Այսպես է եղել։ Հետո փետրվարի 26-ին հերթական մեծ հանրահավաքի ժամանակ Ազատության հրապարակում նույն օրը հանրահավաքը հրավիրած լինում Սերժ Սարգսյանը իր հաղթանակի արդիվ, բայց հրավիրած լինում ու պատկերացնում եք այդ մարդիկ ոնց էին բերվում այնտեղ, որտեղ հենց հանրահավաքը վերջանում է, այս մարդիկ հոտ զանգվածներով միանում են Ազատության հրապարակի մարդկանց։ Եվ ի՞նչ է տեղի ունենում։ Այս գիտակցումը իշխանության մոտ, Ռոբերտ Քոչարյանի իշխանության մոտ արմատավորվում է, որ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից, հետևաբար անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ Մարտի 1-ի առավոտյան սկսվածը դրա հետևանք էր, իր արդեն կրիտիկական քանակի էր դառնալու այն ժողովուրդը, որը համաձայն չէր ընտրությունների արդյունքներին։ Սա է տեղի ունեցել մարտի 1-ին։ Պարոն Քոչարյան, Լևոն Քոչարյան, ես ձեզ մարդկայնորեն հասկանում եմ եւ չէի խոսի այս մասին կամ ընդհանրապես չէի հասցեագրի ձեզ, եթե դուք չլինեիք քաղաքական գործիչ, եթե դուք չփորձեիք որևէ կերպ արդարացնել ձեր հոր իշխանության տարիների, ես հիմա մենակ մարտի 1-ի մասին խոսեցի։ Այստեղ Մեսրոպ Մանուկյանը կոռուպցիայի մասին է խոսում, ասում է ժողովուրդ ոնց ասում եք հիմա էլ չկա, այդ լուրջ ուզում եք ասեք այսօր ոչ մի պաշտոնյա կոռուպցիայի մեջ ներգրաված չի կամ որևէ օղակում չի լինում։ Պարոն Մեսրոպ Մանուկյան, դուք լսել եք տենց արտահայտություն բրգաձև, համակարգ կոռուպցիոն, ստրուկտուրիզացված, սիստեմատիկ, այդ գիտեք, որ նայվերսնց գնում է դեպի վերև։ Մենք չենք մենակ ասում, մենք էլ ենք իհարկե ասում, բայց մենակ մենք չենք ասում։ Գիտեք, օրինակ, ԱՄՆ պետդեպի զեկույցները տեսել եք, OECD-ի զեկույցները տեսել եք, Transparency International-ի զեկույցները տեսել եք նրա մասին, թե ինչ են գրում մինչև 2018 թվականի Թավշյա ոչ բռնի ժողովրդական հեղափոխությունը Հայաստանում կոռուպցիայի մասին։ Իմիջիալոց սա նաև կապվում է այն մյուս թեմայի հետ, որին ուզում եմ արձագանքել տիկին Աննա Գրիգորյան, որ վերջացնեք խոսել, երևի լսեք։ Հեռախոսով որ խոսեք։ Հա չեք խոսում, շատ լավ։ Դուք զարմանում եք, վրդովում եք, հակադարձում եք, երբ որ մենք ասում ենք, որ ձեր վերջին 5 տարիների գործունեության ելույթների արդյունքում ձեր խմբակցությունը այստեղից, այսքանից տեղափոխվեց այնտեղ, դարավ այսքան։ Ասում եք ոնց 2017-ին մոռացաք, քանի հոգի էր այնտեղ նստած ընդդիմությունից, ինչ եղավ 18-ին։ Գիտեք, տիկին Գրիգորյան, սա ինչի մասին է խոսում, Աննա Գրիգորյան։ Ինչի մասին է խոսում, որ դուք ոնց 18-ին չհասկացաք ինչի էր եղել հեղափոխությունը։ 19-ին էլ, չգիտեմ, ջանում եք 19-ին թե չէ, 20-ի նորից համարաբար փորձում եք, 21-ին եղան ընտրություններ, արդյունքները եղան, էլի չհասկացաք, 22-23 սրբազան, սրբազնագույն շարժումներ եւ այլն, փրկության շարժումներ չհասկացաք, 23-ին Լեռնային Ղարաբաղից մեր հայրենակիցները Հայաստանում էին եւ դուք հեղափոխության հույսեր ունեք, էլի չեղավ, էլի չհասկացաք ինչի չեղավ, 25-ին չհասկացաք, 26-ի ընտրությունները եղան, էլի չեք հասկացել, այսօր եկել նույնն եք ասում։ Իսկ հասկանում, իսկ գիտեք իրականությունը ինչի ա եղել այդ հեղափոխությունը։ Այնքան պարզ է։ Ուրեմն 18 թվականին եւ դրանից առաջ Հայաստանի Հանրապետությունում չկային, ֆիզիկապես գոյություն չունեին քաղաքացիներ, չկար մարդ, որը գտներ, որ Հայաստանում ընտրությունները չեն կեղծվում։ Չկային այդպիսի մարդիկ։ Անգամ իշխանության ներկայացուցիչների ընտանիքների անդամները ոչ թե անգամ, այլ հատկապես իրենք շատ լավ գիտեին ինչ մեխանիզմներով արվում, որտեղ ներգրաված էին դրա մեջ շատերը։ Բոլորը ուղղակի գիտեին, որ Հայաստանում ընտրությունները կեղծվում են։ Բոլորը գիտեին, որ Հայաստանում չկա օրենքի գերակայություն։ Չեմ ասում օրենքի առաջ բոլորը հավասար են ու այսօր չկա որևէ օրենքի խախտման դեպք, բայց համեմատության եզր չկա։ Կար անարդարության տոտալ ու գլոբալ զգացում, որը համակել էր ժողովրդին։ Եթե էլ չեմ խոսում բանակից, միլիոն բանից կարելի է խոսալ։ Չկար օրենքի գերակայություն, չկար արդարության զգացում եւ չկար ընտրական իրավունքի իրացման հնարավորություն։ Դրա համար եղավ հեղափոխությունը։ Կարող եք որևէ եզր այսօր բերել սրա հետ ու ասել, որ հնարավոր է այսօր հեղափոխություն դրա համար։ Չքննարկենք, բայց ես չհասցրի, ժամանակս պարզվեց էլի շատ կարճ էր, տիկին Թագուհի Ղազարյանի ասած 15 ժամից
15 չէ, լավ, մի ժամ, գոնե կհատկացնեի պարոն Կարապետյան ձեզ 30 վայրկյան կամ 10 վայրկյանում ավարտեմ։ Ես ուզում եմ ողջունել, որ դուք հայ քաղաքական մտքին վստահում եք եւ գտնում եք, որ մենք կարողանալու ենք լուծել մեր հարցերը, այլ հարց է, եւ խաղաղություն հաստատել եւ կարեւորում եք խաղաղությունը, այլ հարց է մեր բոլոր տարբերությունների այդ հարցում, որոնք իսկապես խորն են, բայց ելի կքննարկենք մյուս ելույթներին։ Շնորհակալություն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։